Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Կյանքում հանդիպող վտանգները տխուր հետևանքներ ունեցող պատահական երևույթներ չեն։ Դրանք ցավոք սրտի հաճախ լինում են մեր ոչ այդքան լուրջ վերաբերմունքի պատճառով։ Վտանգներն այնպիսի իրադարձություններ են, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն գույքին, այլև ամենակարևորը մարդու առողջությանն ու կյանքին։ Ինչպես են վերահսկվում դպրոցներն այս առումով եւ փաստացի ինչ վտանգներ են սպառնում մեր երեխաներին, այնպիսի վտանգներ, որոնց մասին գուցե մենք չենք էլ ենթադրում, եւ կանխելը ավելի հեշտ չէ արդյոք, քան փորձել այդպիսի փորձանքները լուծել։ Այս մասին ենք խոսելու այսօր, եթերում է մարդկային գործոնը, բարի երեկո։ Մարդկային գործոնը անդրադառնում է ամենակարևոր խնդրին մարդու ապահովությանը եւ հենց այս է պատճառը, որ մենք անդրադառնում ենք հենց դպրոցներին ու հրավիրենք մեր առաջին հյուրին, որը կտա հստակ պատասխաններ մեր տված հարցերին։ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Տիկին Նարինե Հովհաննիսյանին հրավիրենք։ Բարի երեկո, շնորհակալություն գալու համար, Տիկին Նարինե, կարող եք ասել, քանի գործող հանրակրթական դպրոց կա հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում եւ ավագ դպրոցներն 1400 դպրոց, որոնցից 107-ը ավագ դպրոցներ են, ինչպես նաեւ ունենք 50 ոչ պետական դպրոցներ։ Ինչպես են սովորաբար վերահսկվում թե պետական, թե ոչ պետական դպրոցները եւ ինչպիսի լծակներ ենք մենք օգտագործում։ Դպրոցը կազմակերպում է ուսումնադաստիարակչական գործընթաց եւ պատասխանատու է այդ գործընթացի կազմակերպման համար։ Եվ այդ գործընթացի պատասխանատուն դպրոցի տնօրենն է, դպրոցի տնօրենի տեղակալները, դասղեկները, ողջ մանկավարժական կոլեկտիվը, որոնք պատասխանատու են երեխայի ուսումնական գործընթացի կազմակերպման համար։ Ես նկատի ունեի ինչպես է վերահսկվում անվտանգության տեսանկյունից դպրոց հասկացողությունը, որովհետև ենթադրենք դասապրոցեսին ներկա գտնվող աշակերտը դասամիջոցին հասկանալի չէ, թե ինչպիսի փորձանքի կարող է բախվել։ Ուսումնական գործընթացը, ուսումնադաստիարակչական գործընթացը, որը ներառում է նաև դասամիջոց, որը վերահսկվում է իմ ասած այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են այս ուսումնական գործընթացին, նրանց կողմից վերահսկվում է։ Բոլորը պատասխանատու են երեխայի նաև անվտանգության համար, ոչ միայն ուսումնական գործընթացը եւ երեխաների սննդի կազմակերպում է նախատեսում եւ անվտանգության կազմակերպում եւ երեխայի գեղագիտական դաստիարակության միջոցառումների կազմակերպման համար եւ Տիկին Նարինե, ես հասկանում եմ, որ դուք շատ ճիշտ մասնագիտորեն կարծում եք, որ բոլորը պետք է ունենան պատասխանատվության որոշակի չափաբաժին, անշուշտ, բայց խոսքը կոնկրետ բուն կրողի մասին է, այն մարդու, որը որ պետք է ապահովի ենթադրենք անվտանգություն։ Մեկ մարդ չի։ Ներեցեք 2008 թվականից է, եթե ես չեմ սխալվում, երբ ավագ դպրոցները արդեն հստակ ձևավորված եւ պետք է հաշվի առնենք, որ դեռահասության շրջանը իր հետ բերում է որոշակի խնդիրներ։ Տաքարյուն են հայերն էլ իրենց հերթին աղջկա թեմա է ծագում, քրոջը նեղացնելու խնդիր, հազար ու մի խնդիր, լավ։ Եվ այսօրվա երիտասարդին սանձել ուսուցչական մակարդակի վրա միշտ չի որ հաջողվում է։ Այս առումով անվտանգության ֆիզիկական անվտանգության տեսակետից։ Ճիշտ նկատեցիք, որ ավագ դպրոցների առանձին ավագ դպրոցների ստեղծման ծրագրում ունեցանք նաեւ այս ռիսկը։ Մենք դա տեսնում էինք, որ տարբեր դպրոցներից գալիս են երեխաներ եւ այդ տարիքն է, որը նաեւ վտանգավոր է շուտ բռնկման եւ այլն, եւ այս հարցը մեզ իսկապես անհանգստացրեց։ Այստեղ բարձրացվեց պատասխանատվությունը որոշակիորեն նորից տնօրենների, նորից տեղակալների եւ դա էր նաեւ պատճառը, որ մենք դիմեցինք այս հարցով ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության հետ ավելի սերտ լինի մեր աշխատանքը եւ անչափահասների տեսչությունները սկսեցին ավելի ակտիվ աշխատել։ Անգամ ես ասեմ, որ մենք կազմակերպեցինք մի ծրագիր, որը կոչվում է ոստիկանը դպրոցում, տեսուչը դպրոցում ծրագիրը, որտեղ տեսուչներ ավագ դպրոցներում այսօր կան տեսուչներ, որը առավոտից մինչև վերջ դպրոցի հետ է, դպրոցի ամբողջ գործընթացի հետ, ոչ թե նա պահակակետում է կամ պահակի գործընթաց է կատարում, այլ մանկավարժական կոլեկտիվի անդամն է համարվում եւ հոգեբանն է այդ դպրոցի, որը կարողանում է աշխատել երեխաների հետ եւ պատասխանատու է երեխաների համար եւ ներսում եւ դրսում իրականացվող բոլոր այդ վեճերի համար։ Կարող եք թվարկել դպրոցներ, որտեղ իսկապես այս էքսպերիմենտը գործուն է եւ նաեւ ազդեցություն ունի։ Էքսպերիմենտը արդեն 2 տարի է, որ գործում է, տեսուչների թիվը ավելանում է, եթե մենք ընդամենը 15 դպրոցում ունեինք տեսուչներ, այսօր ունենք 18-ում եւ ոստիկանության հետ միասին անմիջապես ոստիկանապետի այսպես հովանավորությամբ ու աջակցությամբ մենք ավելացնում ենք այդ թվերը եւ շատ կարեւորում ենք եւ դպրոցի տնօրեններն ու մանկավարժական կոլեկտիվները դիմում են մեզ, որպեսզի անպայման այդ տեսուչները լինեն
լինեն դպրոցում։ Շնորհակալություն, մենք գիտենք, որ դպրոցների համար պատասխանատու է նաև Երևանի քաղաքապետարանը, հրավիրենք մեր մյուս հյուրին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Տիկին Գայանե Սողոմոնյանին։ Բարի երեկո։ Շնորհակալություն գալու համար Տիկին Սողոմոնյան, որովհետև վերջերս անընդհատ ստացվում էր, որ միակողմանի էր մեր զրույցը մարդկային գործոնի եւ քաղաքապետարանի միջև, այսօր ուրախ ենք, որ կա ներկայացուցիչ, եւ գիտենք, որ Երևանի դպրոցները հիմնականում գտնվում են քաղաքապետարանի ենթակայության ներքո եւ հոգացության, հա, այսպես ասենք։ Կարող եք ասել ինչպիսի ռիսկեր են հաշվում դպրոցներում, ավագ դպրոցների մասն է մասնավորապես խոսքը եւ ինչպես է վերահսկվում անվտանգությունը դպրոցների։ Ես պիտի ասեմ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության միայն հիմնական դպրոցներն են։ Հիմնական, այո, իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, դրա համար դպրոցում կա շատ կարևոր մի փաստ, դա վերահսկողությունն է մասնավորապես դասամիջոցներին, որովհետև եթե մենք արդեն ունենք դասապրոցես, երեխաները դասարանում են, կա պարապող ուսուցիչ, երեխաները արդեն կենտրոնացված ուշադրության կենտրոնում են։ Իսկ դասամիջոցների հետ կապված իհարկե մեծ են դպրոցները, միջանցքները մեծ եւ երեխաները այնպիսի տարիքային առանձնահատկություններ ունեն, որ սուրալով միջանցքով վազում կարող են լինել, ես ասեմ դրանք հերթական չարաճճիություններն են երեխաների, որը վերահսկվում է դպրոցի դաստիարակության գծով տնօրենի տեղակալի, դասղեկների, օրվա հերթապահ դասարանի, հերթապահ ուսուցիչների եւ ավելին ասեմ, շատ կարեւորում ենք մենք դպրոցում ռազմագիտության ուսուցչի, աշխատանքի ուսուցման ուսուցչի եւ ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչների փաստը դպրոցում շատ կարեւոր է, որ երեխաների կողքին նաեւ լինում են մասնավորապես տղաների կողքին լինում են տղամարդ ուսուցիչներ եւ հեշտ է իրենց շփումը եւ այն դաշտը, որը ստեղծվում է տղաների եւ տղամարդ ուսուցիչների միջեւ շատ ավելի օգնում է մեզ կառավարելու երեխաների այդ փոքրիկ չարաճճիությունները։ Տիկին Գայանե, լավ է, որ դուք նշեցիք տղաներին, բայց ես գիտեմ չարաճճի աղջիկների, ովքեր իրար մազ են պոկում անգամ դպրոցում։ Մանավանդ մեր ժամանակաշրջանում, իսկ իմ տարիներին կար դա, ես պատկերացնում եմ հիմա ինչ կարող է կատարվել, եւ սա արդեն ընտանիքի դաստիարակության հետ էլ կապ չունի։ Երեխաներն հազար ու մի հարց է ծագում։ Լավ, ենթադրենք ֆիզկուլտուրայի ուսուցիչը իր դասն ավարտեց, վերջացավ։ Եվ մենք ունենք նախադեպեր, երբ դասընթացի ընթացքին հենց աշակերտ ասում է 1 րոպեով կարող են դուրս գալ։ Մարդը ունի իր բնական կարիքները հոգալու պահանջ եւ դուրս է գալիս։ Այն միջանցքում, դասից դուրս, դասի ընթացքում, բայց միջանցքում, հա, որևէ վերահսկողական լծակ կա։ Շատ կարևոր հարց տվեցիք եւ մենք շատ կարևորել ենք հենց այդ խնդիրը, որի մասին դուք խոսում եք։ Դասամիջոցների ընթացքում թվարկածս ուսուցիչները, ովքեր դաս չունեն եւ իրենց ազատ ժամն է եւ դաստիարակության գծով փոխտնօրենը, որը ավելաշատը պիտի 8 ժամ ունենա դպրոցում աշխատելու, նրանք անընդմեջ միջանցքներում են, շրջում են։ Շատ կարևորում ենք մենք տուալետների խնդիրը, որ երեխաները այդ ընթացքում օգտվում են տուալետներից եւ մենք վերահսկում ենք այն մասով, որ նախ իրենք ուսուցիչները գիտեն, որ մեկ երեխան դասարանից եթե թույլտվությամբ դուրս եկավ դասարանից, երկրորդ երեխան միևնույն ժամանակ դուրս չի գալիս։ Նա պիտի վերադառնա, մյուսը դուրս գա։ Դպրոցում ամեն ինչը վերահսկվում է։ Երեխան մտավ, անգամ կարող է տուալետում երեխայի հետ դեպք պատահի, չի բացառվում նաեւ դա։ Վերահսկվում է եւ դաստիարակության գծով փոխտնօրենի եւ հերթապահ ուսուցիչների կողմից։ Շատ մեծ ուշադրություն կա այս մասով։ Ես իհարկե կանդրադառնամ նաև մի քիչ ավելի ավագ տարիքում ծխող երեխաներին, երբ դպրոցների զուգարանից հաճախ օգտվում են դրա համար։ Ենթադրենք Եվրոպայում եւ Արևմուտքում առավելապես կան հատուկ զգացող սարքեր, որոնք ծուխը զգում են եւ ոչ մի երեխա չի թույլ տա իրան նման բան դրսում, որովհետեւ գիտի, որ իրեն է վնասում եւ կտուգան են։ Հայաստանի դպրոցները ցավոք սրտի այդ առումով էլ, հա, դեռ տեխնիկապես զարգացած չեն։ Բայց մի ուրիշ տեխնիկապես զարգացած բան ունենք, որ այսօր հուրախություն մեզ պիտի նշեմ, որ մեր հիմնական դպրոցներից շուրջ 40 դպրոցներում տեղադրված են տեսախցիկներ, որոնք վերահսկում են միջանցքները եւ դպրոցի դուրսը, անկյունները։ Սա կարեւոր է այն իմաստով, որ նախ ինքը տնօրենը կարող է վերահսկել ինչ է կատարվում միջանցքում եւ հատկապես լինում է դեպքեր, երբ դպրոցի շենքի կողքին լինում են փոքրիկ վիճաբանություններ, կուտակումներ տղաների, ճշտումներ, այսպես պարզաբանումներ, վերահսկվում է այդ ամեն ինչը այդ տեսախցիկների միջոցով։ Շնորհակալություն, մենք սրա մասին էլ դեռ կհասցնենք մանրակրկտորեն զրուցել, իսկ այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք այս կարևոր թեման։
Եվ նույն անուշադրության կենտրոնում է այսօր անվտանգության հարցերը կապված բնական եւ այլ վտանգների հետ։ Այստեղ մտածողության դաշտի խնդիր կա։ Այժմ իմ ձեռքում գազային ատրճանակ է, օրինական, բոլոր փաստաթղթերով։ Մենք այս զենքով կմտնենք դպրոցներ եւ տեսնենք, թե մեզով կհարցնի, թե ուր ենք մենք գնում եւ ինչ նպատակով այսքանը։ Մենք արդեն մտնենք դպրոց եւ մեզ ոչ ոք չհարցրեց, թե ուր ենք մենք գնում։ Մենք այս վերջինս ունեցանք դեպք։ Իջմիածնում, երբ որ դպրոցի մեջ երեխային դանակով խփել էր։ Դպրոցները շատ հաճախ կոծկում էին դեպքեր եւ չէին ասում, չէին տեղեկացնում ոստիկանությանը, այսօր այդ երկաթյա պարիսպը չկա։ Վտանգավոր դասամիջոց, այսպես ենք խորագրել, որովհետև ըստ մեր ուսումնասիրությունների ամենաանպաշտպան կառույցը ցավոք սրտի ստացվում են դպրոցները, ընդ որում անպաշտպան ոչ թե դրսից միայն, այլ նաև ներսից, թեև ամեն ինչ թվում է արվում է, որպեսզի նրանք լինեն պաշտպանված։ Հրավիրենք մեր մյուս հյուրին, որը որ կտա հստակ պատասխաններ այս առումով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ, մեր մշտական հյուր Տիկին Նելի Դուրյանին հրավիրենք։ Բարի երեկո, Տիկին Դուրյան, շնորհակալություն գալու համար եւ աշխարհի տարբեր մասերում, տարբեր ժամանակներում մենք գիտենք, որ զոհվում են հազարավոր դպրոցական երեխաներ եւ հենց մարդկային գործոնի պատճառով է, որ նրանք դառնում են զոհ։ Այս անմեղ կյանքերը ընդհատվում են նաև անուշադրության եւ անիրազեկության պատճառով։ Մեր պատրաստած տեսանյութը, որը մենք այսօր հատուկ մեր մարդկային գործոնի համար ենք պատրաստել, դրա մասին է, այն իրականության, որը մեզ շրջապատում է եւ այն փաստերի, որոնց մասին մենք լռել ու չխոսել պարզապես չէինք կարող։ Առաջարկում ենք դիտել, որից հետո եւ կվերադառնանք զրույցին։ Նոա Պոզներ, 6 տարեկան, Գրեյս Մկդանալ, 7 տարեկան։ Մեր աղջիկը Գրեյսը, ընտանիքի իմաստն ու լույսն էր։ Բառերը պարզապես չեն կարող արտահայտել մեր վիշտը։ Ջես Լևիս, 6 տարեկան, Վիկտորիա Սոտո, 27 տարեկան, Լոուրեն Ռոուսեն, 30 տարեկան, Մերի Շոհլաչ, 56 տարեկան։ Մերին զգում էր, որ ինքն օգնելով երեխաներին իրականացնում է Աստծո գործը։ 5-ից 10 տարեկան 20 երեխայի եւ 6 դպրոցի աշխատողի կյանք կանգ առավ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Նյութաունի Սենդի Հուկ տարրական դպրոցում զինյալի բացած կրակի հետևանքով։ Երեխաներին սպանած հանցագործը 20-ամյա Ադամ Լանցը հոգեկան խանգարումներ ուներ։ Սպանդից հետո ինքնասպան է եղել։ Միացյալ Նահանգների ամբողջ հասարակությունը սգում էր անմեղ զոհերի մահը։ Սենդի Հուկ դպրոցը փակվեց 2012 թվականի դեկտեմբերին, այն չի գործում մինչև օրս։ Արդեն 10 տարի է, ինչ Բեսլանում սեպտեմբերի 1-ը չեն նշում այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Երեխաներն այդ օրը դպրոց չեն գնում, այլ մեծերի հետ հիշում են 2004-ի սեպտեմբերի այն սարսափելի օրը, երբ ահաբեկիչները գրավելով դպրոցը ուսումնական տարվա սովորական սկիզբը վերածեցին 3 սև օրերի։ Հանցագործների ձեռքին հայտնվեց ավելի քան 1000 մարդու ճակատագիր։ Գերիները, որոնց մեծ մասը երեխաներ էին, 2 օր շարունակ մնացին առանց սննդի, ջրի ու բուժօգնության։ Ահաբեկության զոհ դարձավ ավելի քան 330 մարդ, որոնցից 186-ը երեխաներ։ Բեսլանն այդ օրերին վերածվեց փոքրիկ հրեշտակների քաղաքի։ Օրեր առաջ Նիգերիայի հյուսիս-արևմուտքում միջնակարգ դպրոց-ինտերնատի վրա հարձակում են գործել Բոկո Հարամ իսլամիստական խմբավորման ահաբեկիչները։ Նրանց գործողությունների հետևանքով մոտ 59 աշակերտ զոհվել է։ Ըստ իրավապահ մարմինների դպրոցի շենքը հիմքից այրվել է, աշակերտների մարմինները մոխրացել են։ Սրանք օրինակներ էին այն հազարավոր ոճրագործություններից, որոնք տեղի են ունեցել ու շարունակում են տեղի ունենալ ամբողջ աշխարհում։ Բազմաթիվ երեխաներ մարդկային գործոնի զոհ են դառնում, անմեղ կյանքեր, որոնք ընդհատվում են, խնդիրներ, որոնք շարունակվում են մնալ չլուծված։ Աշխարհում նման օրինակները շատ են։ Փառք Աստծո, մեր հանրապետությունում նման դեպքեր չեն գրանցվել։ Իսկ ինչ իրավիճակ է մեր դպրոցներում եւ որքան են մեր աշակերտները պաշտպանված, նման երևույթներից դժվար է ասել։ Այս հարցերի պատասխանները հասկանալու նպատակով փորձեցինք մուտք գործել Երևանում գործող մի քանի դպրոց։ Այժմ իմ ձեռքում գազային ատրճանակ է, օրինական, բոլոր փաստաթղթերով։ Մենք այս զենքով կմտնենք դպրոցներ եւ տեսնենք, թե մեզով կհարցնի, թե ուր ենք մենք գնում եւ ինչ նպատակով այսքանը։
տվեց եւ մեզ ոչ ոք չհարցրեց, թե ուր ենք մենք գնում։ Փաստորեն այս դպրոցի բակում հենց պահակի աչքի առաջ կարելի է երեխային դուրս հանել դպրոցի տարածքից։ Ալեն ջան, դուք այս մոտակայքում խանութներ ունեք։ Թելակ, ինչ խան։ Օրինակ ես ուզում եմ կանչետ առնեմ, որտեղից կարամ առնեմ։ Вообще չկա։ Գնամ ճամփեն անցնեք։ Հա։ Կարաս ինձ ցույց տաս, որ ճամփեն եմ անցնում, դու մի անցի, դու ուղղակի ինձ ցույց տուր, հա։ Հաջորդ դպրոց մենք մուտք գործեցինք դասամիջոցի ժամանակ։ Մեր առաջ դպրոցի դուռը բացեց հենց դպրոցի դռնապանը առանց ճշտելու մեր անձը։ Դպրոցում մեզ հաջողվեց ընկերանալ այս աղջնակի հետ, ով ցույց տվեց, թե իրենք որտեղ են դասանում, որտեղ են հաց ուտում եւ մանրամասն պատմեց իրենց դպրոցական առօրյայի մասին։ Ալի դաս ունենք պրոֆեսոր։ 6, բայց արտեշի 4։ Դուք չոր դասարան եք։ Կանոնի ինչ է։ Ավագ դպրոցում մեզ հաջողվեց շրջել նկուղից մինչև վերջին հարկ եւ ոչ ոք չհարցրեց, թե մենք ովքեր ենք եւ ինչ գործ ունենք այստեղ։ Հենց այդ ընթացքում էլ դպրոցի լքված սենյակներից մեկում մենք հանդիպեցինք դասի ժամին ծխող աշակերտների։ Ծխում ես։ Տեսել եմ, ծխում ես։ Քոնա, քոծերնա։ Բա դասերը ձեր չի սկսել, զանգը չի տվել։ Դպրոցից դուրս գալու ճանապարհին փորձեցինք հասկանալ, թե կա արդյոք մեկը, ով վերահսկում է դպրոց մուտք եւ ելք գործողներին, ու ստացանք հետեւյալ պատասխանը։ Ձեր դպրոցում պահակ կա։ Այո, որտեղ է ինքները։ Ինչ է, բալանիներն եք ուզում։ Չէ, ուղղակի չէ։ Իմանալու ունի թե չէ պահակ դպրոցը։ Ունի, ոչ չունի։ Որտեղ է ինքը։ Մենք նաև այցելեցինք աշտարակ քաղաքի մի քանի դպրոց, որոնցից առաջինում քաղաքի դպրոցներից պատկերը տարբերվում էր նրանով, որ այն հրաշալի կահավորված էր եւ տեղադրված էին տեսախցիկներ, որոնք սակայն եւս չկարողացան խոչընդոտել մեր մուտքը դպրոց։ Հաջորդ երկու դպրոցներում եւս տեղադրված էին տեսախցիկներ, եւ միայն այս երկուսում մեր ով լինելը հետաքրքրեց դպրոցի դռնապաններին, որոնցից մեկում մենք ականատես եղանք, թե ինչպես է դպրոցի դուռը փակվում բանալիով եւ արգելվում երեխաների մուտքն ու ելքը դպրոցից դասի ժամին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ուզում ենք նայենք, էլի դասարանները, բաները, հա, երեխայի համար։ Ինչ նայեք, տնօրենը Որ հարկում է տնօրենը։ Երկրորդ։ Միշտ դուռը միշտ այսպես փակվում է, հա։ Բայց մի հատ դիտես, ինչ ուզում եմ նայեմ, տեսնեմ, եթե իմաստուն երկու դասարան նայեմ, որ անիմաստ չմտնի։ Սա այն պատկերն էր, որին մենք ականատես եղանք դպրոցներ կատարած մեր այցելություններից, իսկ մեկնաբանություններից այս պարագայում փորձենք զերծ մնալ։ Սա իրականում վտանգավոր մի ուսումնասիրություն էր մեր կողմից արած, ինչու վտանգավոր, որովհետև ցավոք սրտի տեսանք արդյունքը եւ հասկացանք գոնե մի լավ բան, որ մարդիկ բարի են, երեխաները հյուրընկալ են եւ ժպտադեմ կարող են պատմել ամեն ինչ, բայց մյուս անգամ բանալիները տալ ինչպես տեսանք տիկին Նարինը, բայց այս կապես վտանգավոր երևույթ է, որովհետև զենքով մեկը կարող է լինել ոչ թե ուղղակի լրագրողական հետաքննություն կատարող լրագրող, այլ աստված չանի ինչ որ հիվանդ մոլագարի մեկը, հա։ Հիմա այս առումով ոչ տեսախցիկներն էին օգտակար, ոչ մարդ կար միջանցքում, որ ուղղակի հարցներ եղբայր ուր ես գնում։ Տիկին Դուրյան, մենք խոսել ենք նաև ոստիկանը դպրոցում ծրագրից։ Լավ մի թե այս հարցը այդպես էլ մնացել է առկախ։ 2013 թվականին մենք ունեցանք 13 ոստիկան դպրոցում Երևան քաղաքում եւ երկուսը, մեկը Լոռու մարզում, մեկը Շիրակի մարզում։ Փաստորեն 2013 թվականի ընթացքում մենք ունեցանք 16 դեպք մարմնական վնասվածք հասցնելու նախորդ տարվա 26-ի համեմատությամբ։ Դա վիճակագրություն է, այսինքն մենք ունեցանք դեպքերի նվազում։ Այս դպրոցական տեսուչները յուրաքանչյուր տեսուչ սպասարկում է 3 դպրոց, 4 դպրոց կարող է սպասարկել, այսինքն ուրեմն մենք պետք է հասկանանք, որ նա այդ ոստիկանը չի կարող մի դպրոցում, նույն դպրոցում անընդհատ ամբողջ օր է լինել։ Նա դպրոցից դպրոց է գնում, կարող է մի օր մեկ դպրոցում լինել, մյուս օրը մյուս դպրոցում։ Ուրեմն կարևորելով այս խնդիրը եւ տեսնելով դրական արդյունքները, քանի որ մենք շատ լավ համագործակցություն ունենք կրթության նախարարության հետ, քաղաքապետարանի կրթության վարչության հետ, վերլուծելով, ուսումնասիրելով իրավիճակը, ոստիկանության պետը ուրեմն սկսեց ավելացնել դպրոցական տեսուչների թվականակը։ Այս արդեն ձեր անհանգստության, հա, այս հարցի պատասխանն եմ տալիս։ Մենք այս պահին արդեն ունենք հիմա
26 դպրոցական տեսուչ, արդեն Երևանում, եթե 13-ներ, արդեն դարձան 18։ Ներեցեք, քանի դպրոց կային Երևանում գործող Տիկին Նարինե։ Ավագ դպրոցների մասին 38։ 38։ Այսօր ունենք արդեն 18։ Նազանե, գիտես, ես ուզում եմ այստեղ նշել մի հանգամանք։ Շատ լավ գիտեք, որ նայեք, եթե մյուս նախարարություններում կարող են գնալ կրճատումներ եւ այլն, այստեղ մեր ոստիկանության պետ այնքան է կարեւորում, ոստիկանության ղեկավարությունը, ընդհանրապես ոստիկանությունը, որ ավելանում է այս թիվը, գնալով ավելացնում են ամեն ինչը մի կողմ դրած, անչափահասների հիմնախնդիրը դնելով առաջին տեղում, ամենակարևորագույն խնդիրը ավելացնելով։ Հիմա Արարատի մարզում մենք ունենք 5 ավագ դպրոց։ Այսօր ոստիկանության պետի հրամանով իջեցվել է 4 դպրոցական տեսուչի հաստիք։ Այսինքն, սա նշանակում է, որ 4 դպրոց ամեն օր լինելու է ոստիկան։ Տիկին Դուրյան, Տիկին Գարանի, Տիկին Նարինե, թույլ տվեք ասել։ Մենք որևիցե միտում չունենք թերագնահատելու որևէ նախարարության, քաղաքապետարանի կամ ոստիկանության աշխատանքը քավ լիցի եւ հավատացեք, տեսնում ենք բոլոր լավ առողջ փոփոխությունները։ Սակայն ես ուզում եմ հիշեցնել, որ 1999 թվականին հոկտեմբերի 27-ին, եթե ես սխալ եմ, ինձ կարող եք ուղղել, երբ որ տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, մեզնից որևէ մեկը չէր պատկերացնում, որ ազգային ժողով կարող են մտնել ընդ որում աֆեկտի ներքո արդեն, չենք ասում, հա, որ մտածված մտել էին գնդակարելու, բայց աֆեկտի ներքո անել որոշակի գործողություններ, որից հետո նոր ազգային ժողովը մտածեց իր անվտանգության մասին, իր աշխատակիցների, որոնք ներկայացնում են պետությունը եւ դեմքը։ Հիմա Աստված չանի, որպեսզի մենք հասնենք այն օրին, որ սկսենք արդեն օրեր դնել եւ օրացույցի մեջ սևով ներկել այդ օրերը որպես սքի օր։ Հիմա հասկանանք ինչ է տեղի ունենում։ Նախ ներկայացնենք մեր տաղավարի մյուս հյուրերին եւ փորձենք միասին հասկանալ նաեւ այս հարցի լուծումները։ Լավ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյան, բարի երեկո։ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյան, բարի երեկո։ Ռաֆու անվան 36 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հասմիկ Զաքարյան, ողջույն։ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ծնողական խորհրդի անդամ Գայանե Քիշմիրյան, բարի երեկո։ Պարոն Թովմասյան, հարցս ձեզ եմ ուղղում, ես գիտեմ, որ ՄԱԿ-ը ազգային արտակարգ իրավիճակների նախարարության հետ մի հետաքրքիր ծրագիր է նախատեսել, կարող եք ասել ինչ ուսումնասիրությունների արդյունքն է դա եւ ինչպիսի եզրահանգումների, հա, վերեց։ Ճիշտն ասած, մեկ այլ սև կետ էլ կար մեր օրացույցում, դա դեկտեմբերի 7-ն էր եւ այդ դեկտեմբերի 7-ի հետ կապված Սպիտակի երկրաշարժի մեզ համախմբեց միասին կրթության գիտության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ փորձենք դիմակայել գլոբալ աղետներին, որոնք սպառնում են ամբողջ աշխարհով մեկ եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ բնական աղետները, բնական վտանգները սպառնալիք են ներկայացնում հասարակությանը եւ երեխաներին որպես ամենախոցելի խումբը, որոշեցին համատեղել ջանքերը եւ կրթության միջոցով բարձրացնել դիմակայման մշակույթը, անվտանգության դիմակայման մշակույթը։ Պարոն Թովմասյան, ներեցեք ընդհատելու համար, դուք նշեցիք դեկտեմբերի 7-ը եւ ավերիչ երկրաշարժի ամենամեծ հարվածներից էր նաեւ այն դպրոցների մեջ գտնվող երեխաների փաստը, զոհվելու փաստը, որոնք չէին կարող դուրս գալ դպրոցից, որովհետև անվտանգությունից ելնելով այդ դպրոցներում նաև փակվում էին դռները, ելքի եւ մուտքի։ Մենք ունեցել ենք նաև այդպիսի օրինակներ մեր տեսանյութում։ Այո, անվտանգությունը մենք այստեղ հենց նկատի ունենք։ 2000 երեխա էր զոհվել։ 3 խնդիր հիմնական, 3 հիմնասյուներ կան անվտանգության։ Առաջինը դա ուսուցումն է, երկրորդը վերաբերվում է կառավարմանը, այսինքն դպրոցում գործող կառավարման թիմերը, հանձինս դպրոցի պատասխանատու տնօրենի, ինչպես են պատրաստվում եւ պաշտպանվում բնական աղետներից, եւ երրորդը դպրոցի շենքերի վիճակն է։ Այս 3 ուղղություններով մենք երկու նախարարությունների հետ համատեղ աշխատանքներ ենք իրականացնում արդեն վերջին 3 տարիների ընթացքում։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ մշակել ենք բոլոր մակարդակների համար, սկսած նախադպրոցականից մինչև բուհական մակարդակ, ուսումնական նյութեր, որոնք հիմնված են լավագույն մանկավարժական փորձի վրա, օգտագործել ենք լավագույն մանկավարժական փորձը եւ արտակարգ իրավիճակների կամ աղետների ռիսկերի նվազեցման լավագույն փորձը, որը կուտակվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Մենք դրանք իրար հետ
ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փորձարկել եւ կրթության նախարարության միջոցով այժմ փորձում ենք տարածել եւ ներկա փուլում շատ կենտրոնացել ենք կառավարման վրա, ինչպես դպրոցները պետք է կառավարեն իրենց համակարգերը, որպեսզի կարողանան ավելի դիմակայուն մշակույթ ստեղծել, այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ երեխաները իրենց ավելի պաշտպանված զգան։ Ծնողները երեխաներին դպրոց են բերում, որովհետեւ վստահում են դպրոցներին, որ անվտանգ տուն կվերադառնան եւ դա դպրոցի խնդիրն է, նաեւ օրենքով հանրակրթության մասին եւ այլ օրենքներով դա դպրոցի խնդիրն է։ Պարոն Թովմասյան, փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր հնարավոր խնդիրներով հանդերձ ամենաապահով պետություններից է, որտեղ երեխան տնից կարող է ինքնուրույն դուրս գալ իր դպրոցական պայուսակուսին, իրոք ինքնուրույն եւ ապահով գնալ դպրոց, փառք Աստծո դպրոցից նորմալ ապահով վերադառնալ տուն։ Բայց մենք խոսում ենք արդեն այն ռիսկերի մասին, որոնք բերում են նաեւ ժամանակները իրենց մարտահրավերներով, եւ պարոն Մաթեոսյան, խոսենք նաեւ արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրների մասին, հենց նույն դռների փակելու կամ հրդեհավտանգ իրավիճակների կամ երկրաշարժի հետ կապված։ Մենք բազմիցս բարձրացրել ենք հարցեր, հատկապես առաջին հարկի պատուհանները մետաղապատելու, դռները փակելու, շատ հարցեր ենք բարձրացնում։ Քանի աշակերտ էր ցատկում պատուհաններից Այո, բայց երկրաշարժի։ ես ձեզ ասեմ, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք հիմա խոսում ենք, որտեղ այդ պատուհանների մեջ չի խնդիրը։ Ռիխտերը գրում է, բոլորը գիտեն Ռիխտերին, որտեղ Ռիխտերի սանդղակին են ծանոթ, ասում է ավերիչ երկրաշարժերը ծագում են միայն այն ժամանակ, երբ մոռացվել են նախորդ երկրաշարժի դասերը։ Այսինքն, եթե մենք չենք իրականացնում կրթական գործընթաց, եթե մենք չենք իրականացնում մարդու մտածողության դաշտի փոփոխություն, որ անվտանգությունը մարդուն միշտ ուղեկցի, դա կլինի բնական վտանգներից, թե ոչ բնական, միևնույնն է շատ վտանգավոր իրավիճակներում նա կարող է հայտնվել։ Այստեղ շատ կարևոր է ասել, որ միայն շենքերի վիճակը չի, որտեղ կան նաև ոչ կոնստրուկտիվ վտանգներ, օրինակ մտնում ես դպրոցի ներսը, պահարանները ինչպես են դրված, ծանր իրերը ինչպես են դրված, չգիտեմ, ապակեպատ ցուցանակներ հազար ու մի տեսակ, որոնք կարող են երեխաները իրենց անզգուշ շարժման ժամանակ իրենց վնասել, չեմ ասում ցնցումների ժամանակ ինչ կարող է տեղի ունենալ։ Ահա այստեղ էր, որ մենք համատեղ ուժերով, որտեղ պետք է ես ասեմ, որ կրթության եւ գիտության նախարարությունը շատ մեծ ուշադրություն դարձրեց այս խնդրին, 97 թվականից սկսվեց ներդրման գործընթաց, 99-2000 թվականներին արդեն փաստորեն վերականգնվեց քաղաքացիական պաշտպանության հարցերի դասավանդումը, փաստորեն ավագ դպրոցը, միջին դպրոցի վերջին դասարան եւ ավագ դպրոցը ապահովված են արդեն այս գիտելիքներով, ավելին գնաց դեպի ներքև երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանները եւ ստեղծվել է մի հանձնախումբ 4-5 նախարարություններից, այդ թվում նաեւ մեր նախարարությունից, որպեսզի մշակվեն նոր առարկաներ դարձյալ անվտանգության գծով 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների համար։ Դա նշանակում է, որ ինքը կդառնա շարունակական այդ ուսուցումը եւ բացի այդ հիմա աշխատանքները տարվում են նախադպրոցական հաստատություններից սկսած։ Գիտեք, օրինակ նույն ծնողներին, եթե մենք հարցնենք, նաեւ մեր ծնողները մեր ժամանակ ամեն դաս մեզնից հարցրել են բացի անվտանգությունից։ Եվ նույն անուշադրության կենտրոնում է այսօր անվտանգության հարցերը կապված բնական եւ այլ վտանգների հետ։ Այստեղ մտածողության դաշտի խնդիր կա։ Բայց ես կարծում եմ, որ ներկայիս ժամանակների ծնողները ավելի ցավոք սրտի եւ աչքներ են վախեցած եւ նաեւ տեղյակ են ռիսկային խնդիրներին։ Այդ մասին մենք կզրուցենք կարճատև դադարից հետո, որովհետեւ սա շատ կարեւոր թեմա է։ Մենք այս վերջերս ունեցանք դեպք։ Իջմիածնում, երբ որ դպրոցի մեջ երեխային դանակով խփել էր։ Դպրոցները շատ հաճախ կոծկում էին դեպքեր եւ չէին ասում, չէին տեղեկացնում ոստիկանությանը, այսօր այդ երկաթյա պարիսպը չկա։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է դպրոցների անվտանգությանը եւ արտաքին եւ ներքին եւ մենք գիտենք, որ գոյություն ունի ծնող կոմիտե ու շատ կարեւոր մի մարմին է ծնող կոմիտեն, որը լուծում է շատ կարեւոր հարցեր եւ սա նաեւ ծնողների ոչ անտարբեր վերաբերմունքն է բոլոր երեխաների նկատմամբ։ Ես արդեն ներկայացրեցի, արդյոք անվտանգության հարցը դպրոցի երբևիցե բարձրացվել է ձեր առաջնային խնդիրների շարքին։ Մեր դպրոցը այնպիսի դպրոց է, որ մենք չենք առնչվել նմանատիպ անվտանգ ինչ որ մի Որևէ դպրոց Հայաստանի Հանրապետությունում չի առնչվել։ Դրա համար մենք երբևէ չենք բարձրացրել այդ խնդիրը, այդ հարցը։ Բայց ես շատ կուզեի, որ լինեին անվտանգության ինչ որ տեսախցիկներ։ Տեսախցիկը արդյոք կօգնի այդ հարցին։
Ինձ թվում է երևի Գոնե կօգնի։ մասամբ կօգնի։ Ոչ միայն Վերջնական լուծում չի։ միջանցքներում, այլ նաև ես կուզեի ամենուրեք լիներ դպրոցում։ Գայանե համեցեք։ Մեր դպրոցը տեղյակ եք, մեր ղեկավարները տեղյակ են, այս տարի սեպտեմբերին վերանորոգված նորաբաց դպրոց լրիվ ամբողջ միջազգային եւ ազգային բոլոր ստանդարտներին համապատասխան սեյսմիկ բոլոր փաստաթղթերով անցած։ Գայանե տեսախցիկներ ունեք։ Տեսախցիկներ ունենք։ Իմ երեխան դասասենյակում պատից պոկված ինչ որ կտոր հանկարծ որպեսի իրեն չվնասի, տնօրենը այդ հարցին լուծում է տվել։ Այսինքն հարցերը, երբ որ ունեն իրենց լուծումները, երեխայի անվտանգությունը ապահովված է։ Չեմ կարծում, որ տեսախցիկը ավելի բարեխիղճ կարող է գտնվել, քան ուսուցչական հոգատար վերաբերմունք։ Չէ, բայց որոշ չափով նաև տեսախցիկը կարող է կանխել ռիսկային գործոնը եւ մյուս կողմից էլ նաև կոռուպցիայի հետ կապված խնդիրներ լուծել։ Դուք ինձ հիմա պատմում եք ինչ-որ իդեալական պատմություններ։ Ես անկեղծ եմ ասում։ Կռիվներ են լինում։ Ոչ ոք չի ասում, որ վատ մթնոլորտ է դպրոցում։ Չէ, երեխան կարող է ագրեսիվ գա դպրոց, բայց դպրոցում այնպեսի հանգիստ վիճակում հայտնի, որ ես ներողություն եմ խնդրում, այսօրվա թեման ոչ թե երեխաների անպարտաճանաչ վերաբերմունքն է կամ ագրեսիվ մտածողությունը։ Մենք ունենք հրաշալի բարի երեխաներ, որոնք պատրաստ են զենքով մարդուն մաքսիմում լավ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու։ Հարցը դրա մասին է։ Երբ որ դպրոց կարող է մտնել լրիվ օտար մարդ զենքը վրան։ Հարցը ճիշտ է բարձրացված։ Միանշանակ մենք բոլորս համաձայն ենք եւ երևի թե այդ հանգամանքը, որ մեր բոլոր դպրոցներում, Հայաստանի բոլոր դպրոցներում երբևէ նախադեպ չի եղել, կարծես մենք հանգիստ ենք եղել։ Եվ ասեմ նաև, որ միջազգային ստուգատեսի թիմսի տվյալներով մենք առաջինն ենք անվտանգության առումով։ Իսկ ո՞րն է չափանիշը նրանց։ Չափանիշը նրանք 4-րդ եւ 8-րդ դասարաններն են ուսումնասիրել եւ այդ դպրոցներն են ուսումնասիրել, որտեղ տեսել են, որ ոչ մի դեպք չկա եւ երեխաների հետ են խոսել եւ մանկավարժական կոլեկտիվի։ Այն տվյալը ինչ որ մենք բոլորս գիտենք եւ բռնությունների առումով էլ նույնպես առաջին եռյակի մեջ ենք։ Այդ առումով մենք հանգիստ ենք եւ գուցե այդ բռնությունների պակասի, այո, երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլն։ Հիմա երևի այդ հանգստությունն է եւ այդ հպարտությունն է, եթե հիմա այստեղ 1400 դպրոցի ծնող բերենք, ծնող կոմիտե, ուսուցիչ, տնօրեն բոլորը գովելու են իրենց դպրոցները եւ այն գործառույթները, որ նշում էին եւ Տիկին Սողոմոնյանն է նշեց, իսկապես դպրոցում իրականացում են, բայց միևնույն է վտանգը կա, որովհետեւ կան պահակ, որը դպրոցը կարող է բացել եւ նաեւ բաց թողնել եւ կան պահակներ։ Նրա ոչ պահակը գործառույթ, այո, պահակը ընդհանրապես դռնապանն է, դուռը բացող փակողն է։ Ինքը ուրիշ գործառույթ չունի, մենք իր վրա ոչ մի պատասխանատվություն չենք դրել։ Մեր հույսը իսկապես մանկավարժական կոլեկտիվն է, բայց միևնույն է վտանգը կա, բարձրացված է խնդիրը։ Շնորհակալ ենք նաեւ հաղորդաշարից, որ ինքը բարձրացրեց այս խնդիրը, չնայած մենք ունեինք արդեն մտավախություն, բայց այսօր կարծես թե ավելի ուրեմն սրվեց այդ մտավախությունը, ուրեմն այն ինչ որ մենք սկսել ենք եւ կազմակերպությունների հետ կապված աղետների կանխարգելման եւ ոստիկանության հետ կատարված աշխատանքները ավելի պետք է արագացնել, այնուամենայնիվ ես խնդիրը տեսնում եմ դպրոցը, տեսուչը դպրոցում ծրագրի իրականացման մեջ շատ եմ կարեւորում այդ խնդիրը, որովհետեւ մենք այսօր ոստիկաններ ունենք, որոնք արդեն երեխաներին անգիր գիտեն նրանց ընտանիքները, հասցեները, գիտեն, որ երեխան որ ժամին դպրոցից երբ է հասնում տուն։ Մենք ոստիկան ունենք եւ կարևոր մի բան, որ ոստիկանը դարձավ երեխայի բարեկամը։ Այն մտայնությունը, որ խուսափում էին երեխաներից եւ դպրոցները շատ հաճախ կոծկում էին դեպքեր եւ չէին ասում, չէին տեղեկացնում ոստիկանությանը, այսօր այդ երկաթյա պարիսպը չկա, ջերմ աշխատում են, սա շատ կարևոր է, չեն վախենում ոստիկանից, հարգում են ոստիկանին։ Սա է պատճառը, որ ես Տիկին Դուրյան իսկապես շատ կուզեի, որպեսզի այս ծրագրի բոլոր հնարավոր մանրամասները դուք ներկայացնեք, ամփոփելով թե ինչին ենք մենք հանգելու, եւ ես հիշեցի երգը ոստիկան ես, ոստիկան, պահապանն ես, դու մեր տան։ Սա իսկապես շատ լավ գործառույթ իրականացնող մի բան է, եթե աշակերտը ի սկզբանե իմանալով, որ պաշտպանված է, արդեն կկանխարգելի իր որոշակի գործողություններ։ Դպրոցական տեսուչ է ոստիկանը։ Նա ավելին է, քան սովորական ոստիկանը։ Նրա գործառույթները շատ են դպրոցում։ Նա առաջին հերթին շատ լավ մարդ է, նա առաջին հերթին երեխա սիրող մարդ է, նա
գրագետ ոստիկանը, որտեղ երեխաները բազմաբնույթ հարցեր են ունենում, տալիս են, նա պետքա շատ լավ կարողանա պատրաստ լինի պատասխանել։ Նա դասամիջոցին մի վայրկյան հանգիստ չի նստում, նա անդադ շենքով վազում է, նա մասնակցում է դասերին, նա իրավական գիտելիքներ է տալիս, որովհետև նա տարբեր թեմաների շուրջ երեխաների հետ խոսում է, խորհուրդ է տալիս, ծնողների հետ է խոսում եւ այլն, շատ ֆունկցիաներ ունի, շատ գործառույթներ ունի դպրոցական ոստիկանը։ Դա համար մենք բավականին երկար է տևում ընտրությունը այդ ոստիկանի, որովհետև մենք ընտրում ենք լավագույններից լավագույնը, որ ինքը դպրոցում ոստիկանի կերպար իսկապես, որովհետև ի վերջո այդ երեխաները, ինչպես ասեց Տիկին Գարեն, նենց են սիրում այդ ոստիկանը, ասում են մեր ոստիկանը շատ լավն է։ Վերջը Տիկին Դուրյան, կոնկուրենցիայի արդյունքում մենք ունենանք ամեն դպրոցում մի ոստիկան, որը այո, եւ լավ ոստիկան։ Ուղղակի ես ուզում եմ ասել մի բան, որ գիտեք, պետքա ամեն մեկը իր տեղում լինի։ Համաձայն եմ Տիկին Նարինի հետ, որ պահակը դուռը բացող փակում է, բայց այդ պահակն էլ պետքա զգոն լինի։ Պետքա մանկավարժ, այն որ մտավ զենքով, չէ։ Պետքա բոլորը պահակը, այ դպրոցում ոստիկանի բնականաբար արդեն ոստիկանի աշխատանքն է, հերթապահ ուսուցիչները, բոլորը պետքա զգոն լինեն։ Ծնողները Ես մի հատ հարց այս ամեն ինչին ավելացնեմ։ Ծնողը աշխատավայրում աշխատում է, Տիկին Դուրյան։ Ուզում ասեմ, մենք այս վերջերս ունեցանք դեպք։ Իջմիածնում, երբ որ դպրոցի մեջ երեխային դանակով խփել էր։ Չէ՞ որ այդ դանակը երեխան տանից է տանում։ Այստեղ պետքա ծնողների ուշադրությունն, երեխայի նկատմամբ դաստիարակությունը, ընտանիքի մթնոլորտը, խաղաղ, ինչպես է մեր օրենքով, չէ՞ որ երեխայի պայուսակը ստուգել կարող է միայն տնօրենը կամ եթե չեմ սխալվում, ուսումնական մասով ղեկավարը։ Դժվարանում է, ընդհանրապես իրավունքների խնդիր կա, երեխայի իրավունքի վստահելու երեխային, այսպեսի խնդիր կա։ Բա երեխան դպրոց է գալիս դանակով, եթե տանը լավ մթնոլորտ է, խաղաղ մթնոլորտ է, դժվար է երեխան ագրեսիվ մեծանա ու իր հետ դանակ դպրոց տանի։ Նման դեպք կարելի է գրեթե բացառել։ Մենք տեսանք, որ նաև տղաները ծխում էին, այս առումով վերահսկվում է նրանց ծխելը, ասենք, ոնց եք իմանում։ Ծխախոտի առումով դե մեզ մոտ արդեն ասեցի տեսախցիկները դրված են եւ ուսուցիչներն են դասի ժամանակ էլ դասամիջոցներն էլ հերթապահում են։ Այդ գործառույթը իրականացող մարդիկ կան, հասկանում եք, այդ մարդիկ, այդ բոլորը։ Իրանք պիտի անեն, իրանց գործառույթն է։ Դասղիկի կարևոր գործառույթն է, տնօրենի կարևոր գործառույթն է, տեղակալների գործառույթն է, ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպում։ Ղեկավարը հաստատության պատասխանատու է ոչ միայն կրթական ծրագրերի իրականացման, ոչ միայն չափորոշիչների պահպանման, այլ նաև երեխայի անձի անվտանգության, առողջության անվտանգության համար։ Եվ յուրաքանչյուր պաշտոն, սկսած փոխտնօրենից մինչև դռնապան ունեն իրենց գործառույթները, այսինքն շնորհակալություն Տիկին Գայանե, որ դա բարձրաձայնեցիք, արդեն ամփոփում ենք, արդեն ավարտում մեր եթերը, բայց մենք փորձում ենք հասկանալ, որոնք են չափորոշիչները մեր անվտանգության եւ աշակերտների ու դպրոցական կյանքով ապրողների անվտանգության։ Այս չափորոշիչները հենց որ ժամանակի մարտահրավերների հետ մեկտեղ մենք կարողանանք հստակեցնել, Տիկին Դուրյանի այս լավ ծրագիրը, որի մասին մենք երկրորդ անգամ ենք արդեն խոսում, նրանց տեսուչների ներկայությամբ կկարողանանք հստակ ուղղորդել, որպեսզի օտար մեկը դպրոց չմտնի, որպեսզի նրան բանալիներ չառաջարկեն կամ սուրճ ու ելգումուտը Աստված չանի, բայց կարող է նա նաև սեռական ոտնձգությունների առիթ դառնալ, կարող է նաև երեխաներին, ինչպես տեսանք, տանում է իր հետ ուր ուզում է, սա մի փաստ է, որ Աստված չանի որևէ տեղ լինի, բայց լինում են։ Եվ մեր ժամանակ էլ շատ կային, ուղղակի շատ կարևոր է, սա հորդոր էր ձեր կողմից, սա հորդոր էր ձեր կողմից մեզ։ Մեր համակարգին սա հորդոր էր, մեկ անգամ եւս զգոնության, զգաստության կոչ եւ իրականում մենք անելիք ունենք այս մասում։ Անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ գալու համար։ Սա մեծ լավություն էր ձեր կողմից մեզ, որովհետև բարձրաձայնելով այս հարցը իսկապես նաև ուշադրություն ենք դարձնում ծնողների, հա, սևեռն ուշադրություն ենք դարձնում այս հարցին եւ աշակերտների եւ դպրոցի եւ այո տնօրեններից շատ բան է կախված եւ ուսուցիչներից էլ, բայց ամեն ինչ չի, որ այդ խեղճ տնօրեններն ու ուսուցիչները կարող են կրել իրենց վրա։ Յուրաքանչյուրս այստեղ կարելի է մի բան ասել, յուրաքանչյուր ծնողի համար կարևոր է իր զավակի անվտանգությունը եւ կարևոր է նրա կրթությունը, ուսուցումը, բայց անվտանգությունը եկեք դասենք այս պարագային առաջին հերթին, որից բխում է նաև նրա կրթությունը, իրազեկությունը եւ այլ հանգամանքները։ Մի բան փաստ է, այս ամենի հիմքում մի բանն է՝ մարդկային գործոնը։ Եղեք անվտանգ, եղեք ուշադիր եւ իհարկե երջանկություն բոլորիդ կհանդիպենք։